Հայաստանում օրենքի կամայական կիրառման, արտոնյալների եւ նրանց հարազատների ամենաթողության դրսեւորումներին հանրությունը հաճախ է ականատես եղել։ Անցած տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ այս կամ այն պաշտոնյայի մերձավորը կամ զավակը հայտնվել է սկանդալի կիզակետում, կատարել կոնկրետ հանցանք, սակայն խուսափել պատասխանատվությունից կամ լավագույն դեպքում ենթարկվել խիստ սիմվոլիկ պատժի։ Պաշտոնյայի որդու մասնակցությամբ վերջին ամենաթարմ միջադեպը տեղի ունեցավ օրեր առաջ։ Հրազդանի քաղաքապետ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանի 16-ամյա որդին Ռազմիկ Դանիելյանը հունիսի 8-ին հոր ծառայողական մեքենայով վրաերթի ենթարկեց Հրազդանի 58-ամյա բնակչի, որը Հրազդանի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացավ։ Հունիսի 14-ին քննչական կոմիտեի կողմից Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այն է, ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Հունիսի 12-ին Ռազմիկ Դանիելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Չխախտելով անմեղության կանխավարկածը հուսանք, որ 15 տարի Հրազդանը ղեկավարած Դանիելյանի որդու մասնակցությամբ հարուցված գործի նկատմամբ իրավապահ մարմիններն օբյեկտիվ քննություն կիրականացնեն։ Հանրությունը դեռ չի մոռացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպերը։ 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի գործով Տիգրան Խաչատրյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, սակայն 2 ամիս անց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց եւ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Նախաքննություն իրականացնող մարմինը նրա արարքը որակեց որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։ Այս գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը, գնդապետ Արտակ Բուդաղյանը։ Այս ցավալի դեպքից դեռևս 2 տարի չանցած Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում։ 2015 թվականի մայիսի 2-ին Սյունիքի մարզի Սդղի գյուղ կոչվող տարածքում Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ արձանագրված ծեծի առնչությամբ քննչական կոմիտեն մարզպետի որդու նկատմամբ մեղադրանք առաջադրեց քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական ծանր վնաս պատճառելը։ Այս հոդվածը ենթադրում է ազատազրկում 3-ից 7 տարի ժամկետով։ Սակայն Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հաջորդ միջադեպը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շագալդյանի թոռան հետ է կապվում։ 2016-ի նոյեմբերին Օջախ ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկրտուկը չվրիպեց մամուլի ուշադրությունից, չնայած երկու կողմն էլ հերքեց, որ վիճաբանել են։ Ինքը Տիգրան Խաչատրյանն իր հետ կապված բոլոր միջադեպերի համար ունի իր պատասխանը։ Մարդը, որ մի շատ աշկերանում, այդ մարդը արդեն փորձանքների է հանդիպում։ 2013-ին արձանագրված մյուս արտառոց դեպքը կապվում է սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Յուրի Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի հետ։ Ռեկորդակիր ծանրամարտիկի որդու նկատմամբ քրեական գործ հարուցվեց քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, թմրամիջոցների մաքսանենգություն, ինչպես նաև 268-րդ հոդվածի 3-րդ մասով, առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառություն առանց իրացման նպատակի։ Վարդանյանը նախ ձերբակալվեց, ապա դատապարտվեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ այնուհետև պայմանական վաղաժամ ազատ արձակվեց թմրամոլությունից արտահիվանդանոցային հարկադիր բուժում ստանալու համար։ Յուրի Վարդանյանը հետագայում մեկնաբանելով որդու հետ կապված միջադեպը ասաց, որ ըստ երևույթին որդին Ամերիկայի Միացյալ Նահանգներից է նվեր ստացել մարիխուանան։ 2012 թվականին սկանդալի կիզակետում էր հայտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության գործարար падգամավոր Նահապետ Գևորգյանի որդին Արտակ Գևորգյանը։ Վերջինս հուլիսի 18-ին զենքի սպառնալիքով առևանգել էր անհայտ անձին պատկանող ՎԱԶ-2106 մագնիշի ավտոմեքենան։ Ըստ մամուլի հրապարակումների Գևորգյանը ցանկացել էր իրենց պատկանող գազալցակայանում լիցքավորել իր ավտոմեքենան, սակայն չսպասելով իր հերթին նման քայլի էր դիմել։ Իդեպ, ըստ մամուլի հրապարակումների ավելի վաղ, ապրիլի 6-ին падգամավորի որդու կողմից առևանգվել եւ դաժան ծեծի էր ենթարկվել Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի падգամավորության տեխնացու Մերուժան Մխոյանը։ Նշված դեպքերի համար Գևորգյանը պատասխանատվության չի ենթարկվել։ Մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվում ինչպես Գյումրու նախկին քաղաքապետ նորընտիր падգամավոր Վարդան Ղուկասյանը, այնպես էլ վերջինիս որդին Սպարտակ Ղուկասյանը։ 2014 թվականի փետրվարի 3-ին Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին կետի խուլիգանության հատկանիշներով եւ խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Սակայն Ղուկասյանը անտեսելով օրենքի պահանջը անգամ հարցաքննության չէր ներկայացել, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքում չէր։
Վերջին օրերին եւս Սպարտակ Ղուկասյանի անունը սկանդալային պատմությունների հետ է առնչվում։ Հունիսի 10-ին Գյումրիի Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ գազալցակայանում Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել գազալցակայանի աշխատակիցների հետ։ Այս միջադեպը թե Ղուկասյանը, թե նրա որդին համառորեն հերքում են։ Սակայն մոտ 1 ամիս առաջ Ծառուկյան խմբակցության падգամավորի որդին հրավիրվել է Գյումրիի ոստիկանության Մուշի բաժին, իր մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկրտուքի մասին բացատրություն գրելու։ Ուշագրավ է, որ Վարդան Ղուկասյանը սլաքներն ուղղում է մամուլի ուղղությամբ, մեղադրելով լրագրողներին։ Անդրադառնանք 2014-ին արձանագրված մյուս միջադեպին։ 5-րդ գումարման խորհրդարանի падգամավոր Արցախյան պատերազմի մասնակից Ռուստամ Գասպարյանի որդու Ռոմա Գասպարյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվել մի երիտասարդին ծեծի ենթարկելու մեղադրանքով։ Ըստ մամուլի հրապարակումների Գասպարյանն ու ընկերը առևանգել են քաղաքացուն ապա ծեծի ենթարկել, իմանալով վերջինիս ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։ 2014-ի հունիսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակում Ռուստամ Գասպարյանի որդին 2 ամիս անազատության մեջ է եղել, սակայն այնուհետև գործը կարճվել է։ Օրենքի առաջ արտոնյալ են ոչ միայն պաշտոնյաների որդիները, այլև փեսաները։ Դեռևս 2014-ին Վերնիսաժում օրը ցերեկով հնչած կրակոցների հեղինակը ազգային ժողովի падգամավոր Կարո Կարապետյանի փեսան էր Գոր Առաքելյանը։ Խցանման ժամանակ իր ավտոմեքենային տեղ չզիջած Առաքելյանն անկանոն կրակոցներ էր արձակել, որի պատճառով Վերնիսաժի 5 վաճառող, որոնք որևէ կապ չունեին միջադեպի հետ, հրազենային վնասվածքներ էին ստացել։ Ինքնական ոստիկանություն ներկայացած Գոր Առաքելյանը դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրելուց ընդամենը 3 տարի անց ազատ արձակվել։ 2015-ին արձանագրված հաջորդ աղմկահարույց դեպքը կապվում է Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդու Արթուր Ալեքսանյանի հետ։ Ապրիլի 5-ին Սևանում սպանվել էր Կարլեն Մնեյանը, որի սպանության մեղադրանքով հետախուզում էր հայտարարվել Հմայակ Թադևոսյանի եւ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով դիտավորյալ սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով։ 2015 թվականի ապրիլի 22-ին ոստիկանությունը հայտնաբերել էր նախկին քաղաքապետի որդուն ու ձերբակալել։ Նշված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Հմայակ Թադևոսյանին, որը երկար ժամանակ հետախուզման մեջ էր։ 2016 թվականի սեպտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախընտրական շրջանում միջադեպ արձանագրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի որդու Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ, որը պայքարում էր Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում վերանշանակվելու համար։ Ըստ մամուլի հրապարակումների Էջմիածնի ծեծի ենթարկված քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը մեղադրանք էր հնչեցնում Կարեն Գրիգորյանի եւ վերջինիս եղբոր հասցեին։ Գեներալ Գրիգորյանը սակայն որդիների առնչությունը ծեծկրտուքին եւ կրակոցներին հերքում էր։ Արթուր Թումանյանին եւ ավականու անդամ Ստեփան Աբգարյանին ընտրությունների նախօրեին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ Գրիգորյան եղբայրներից ոչ մեկին այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էլ ծեծկրտուքի մեջ էր հայտնվել ազգային ժողովի նախկին падգամավոր Հայաստանի արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի որդին Արա Օսկանյանը։ 2017 թվականի փետրվարի 17-ին Օսկանյանը ձերբակալվել էր քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 2-րդ կետերով։ Օսկանյանի որդին սակայն մի քանի օր անազատության մեջ մնալուց հետո ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իդեպ հիշեցնենք, որ Արա Օսկանյանը նախկինում եւս հայտնվել է տարբեր սկանդալային պատմություններում, մասնավորապես ըստ մամուլի հրապարակումների 2013 թվականին նա թմրամիջոց օգտագործելու համար տուգանվել էր 200,000 դրամով։ Իսկ մինչ այդ էլ դեռևս 2005 թվականին արտգործնախարար հոր ծառայողական մեքենայով Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի էր ենթարկել 68-ամյա մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Իդեպ, վերջերս Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ կատարվածում ապօրինություն չի տեսնում։ Օսկանյանի հետ նույն քաղաքական ուժի Բարգավաճ Հայաստանի ցուցակով 5-րդ գումարման խորհրդարանում հայտնված մեկ այլ падգամավոր, միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը եւս անմասն չմնաց աղմկահարույց միջադեպերից։ Նրա նույնանուն որդին Գուրգենի Արսենյանը 2017 թվականի հունվարին խուլիգանության համար դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման 2 տարի փորձաշրջանով։ Պաշտոնյաների որդիների ամենաթողությունը միայն վերջին տարիներին չէ, որ դրսևորվել է։ Դեռևս 2004-ին քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանի որդին Հայկ Արամյանը Տրիումֆ սրճարանում Մաուզեր տիպի ատրճանակից դիտավորությամբ կրակելու եւ 3 անձի միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար դատապարտվել է 6 տարի ազատազրկման, սակայն դատարանը վճռել է պատիժը չկիրառել, նշանակելով 3 տարվա փորձաշրջան։
Սա նոր Հայաստան է եւ վերջ։ Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է եւ վերջ։ Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է եւ վերջ։